Հռոմի նոր պապա Ռոբերտ Պրևոստը Միացյալ Նահանգներից 69-ամյա կարդինալը պապական անունն ընտրեց Լեո։ Երեկ ողջունելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին նա նախ անցած ամիս մահացած Ֆրանցիսկոս պապին հիշեց, ապա խոսեց մարդկանց միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտության մասին։ Մարդիկ Քրիստոսի կարիքն ունեն որպես կամուրջ, որով կարող են մոտենալ Աստծուն եւ նրա սիրուն։ Օգնեք մեզ եւ թույլ տվեք, որ մենք օգնենք միմյանց կամուրջներ կառուցել։ Կաթոլիկ եկեղեցու նոր քահանայապետի ընտրության մասին հաղորդվեց երեկ երեկոյան տեղական ժամանակով 18:00-ին, երբ Սիքստինյան կապելայի տանիքի ծխնելույզից սկսեց սպիտակ ծուղ դուրս գալ։ Մինչ այդ նախորդող օրերին ծխնելույզից 2 անգամ սև ծուխ էր դուրս եկել, ինչը նշանակում էր, որ թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ կոնկլավին մասնակցող 133 կարդինալներից առնվազն 89-ի քվեն։ Կարդինալների ճնշող մեծամասնության աջակցությունը ստացած նոր հովվապետը Չիկագոյում է ծնվել։ Այդպիսով նա դարձավ պատմության մեջ առաջինը Միացյալ Նահանգներից, որը կառաջնորդի 1 միլիարդ 400 միլիոն հետևորդ ունեցող կաթոլիկ եկեղեցին։ Լեո 14-րդը կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում որպես միսիոներ եւ ունի նաեւ այդ երկրի քաղաքացիություն։ Նա կարդինալ է դարձել ընդամենը 2 տարի առաջ եւ չէր համարվում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հավանական թեկնածուներից։ Մամուլը նկատում է, որ Ռոբերտ Պրևոստը հազվադեպ էր շփվում լրագրողների հետ եւ խուսափում էր հրապարակային ելույթներից։ Միաժամանակ ըստ Վատիկանին մոտ կանգնած աղբյուրների նա վայելում էր Ֆրանցիսկոս պապի համակրանքը եւ նրա որոշմամբ էլ անցած տարիներին գլխավորեց ամբողջ աշխարհում կաթոլիկ քահանաների եւ եպիսկոպոսների նշանակման համար պատասխանատու գրասենյակը։ Բացի այդ նա ղեկավարում էր Լատինական Ամերիկայի գործերով պապական հանձնաժողովը, մի տարածաշրջան, որն ունի կաթոլիկների ամենամեծ թիվը։ Ֆրանցիսկոս պապի մահից հետո քննարկվող հիմնական հարցերից մեկն այն էր, թե արդյոք նրան փոխարինող առաջնորդը կշարունակի նախորդի առաջադիմական սոցիալական արդարության քաղաքականությունը։ Այսօր իր մասնակցությամբ առաջին պատարագին ելույթ ունենալով Լեո պապը անուղղակի պատասխանել է այդ հարցին, հայտարարելով, որ եկեղեցին պետք է իրեն նույնականացնի իր անդամների սրբությամբ, այլ ոչ թե իր շենքերի վեհությամբ։ Դիմելով կարդինալներին, նա նաև եկեղեցու ներսում առկա պառակտումները հաղթահարելու անհրաժեշտությունից խոսաց։ Գիտեմ, որ կարող եմ հույս դնել ձեզանից յուրաքանչյուրի վրա, որ դուք կքայլեք ինձ հետ։ Վատիկանի հարցերով փորձագետները նկատում են, որ նոր պապը 2 կարևորագույն խնդիր ունի լուծելու։ Բացի հակամարտություններից բզկտված համաշխարհային ասպարեզում իր բարոյական ձայնը բարձրացնելուց, նա նաև պետք է փորձի միավորել պառակտված եկեղեցին եւ լուծի կաթոլիկ եկեղեցուն հետապնդող հոգեվորականների կողմից սեռական բռնության հետևանքները։ Լայն հանրությանն անհայտ Պրևոստը կարող գործիչ է, հավաստիացնում են նրան ճանաչող հոգեվորականները։ Իտալացի կարդինալ Ջանֆրանկո Ռավազին Կորիերա դելա Սերային ասել է, որ նոր պապը շատ պարզ մարդ է, ծայրաստիճան բարի, նման է Ֆրանցիսկոսին, բայց պակաս սուր է։ CBS-ն էլ նորընտիր պապի համակուրսեցու Ֆրանսիսի հետ է զրուցել։ Ասում է Ռոբերտը աչքի ընկնել չի սիրում, բայց շատ հանդարտ, չափազանց խելացի եւ չափազանց կարեկից անձնավորություն է։ Նրա հայրենի Չիկագոյի առաջատար պարբերականը Chicago Tribune-ն էլ գրում է, որ Ռոբերտ Պրևոստը յուրաքանչյուր քահանայի եւ միանձնուհու հպարտությունն ու ուրախությունն է, որտեղ նա ուսանել կամ ծառայել է։ Բրիտանական Տելեգրաֆ թերթի Վատիկանի աղբյուրը նոր պապին այսպես է բնութագրում. նա ակնհայտ թեկնածուներից չէր, բայց ճանաչում է բոլորին։ 30 տարի անցկացրել է միսիոներական առաքելություններում, խոսում է մի քանի լեզուներով։ Պերուում անցկացրած տարիները նրան դարձնում են բոլոր ամերիկացի կարդինալներից ամենապակաս ամերիկացին։ Բայց նա հասկանում է Ամերիկան եւ կարողանում է խոսել նրա ժողովրդի հետ, ինչը կարևոր է Թրամփի դարաշրջանում։ Լեո պապի ընտրությունը նախագահ Թրամփը մեծ պատիվ է համարել Միացյալ Նահանգների համար։ Լրատվամիջոցները միաժամանակ նկատում են, որ Պրևոստը սոցիալական ցանցի իր էջերում ամերիկյան նոր վարչակազմին քննադատել է առնվազն 1 հարցով՝ միգրանտների քաղաքականության համար։ New Republic-ը հիշեցնում է նրա 2018 թվականի գրառման մասին, անգամ քրիստոնե
կենսունեությունից հեռու, արդարացված չէ այն քաղաքականությունը, որը երեխաներին խլում է ծնողներից եւ բանտ նետում, սա արվում է մեր անունից եւ այդ ամոթը բոլորինս է, գրել էր Պրևոստը։ Մեկ այլ գրառման մեջ ապագա պապը ռետորական հարց է հնչեցնում. Արդյոք Միացյալ Նահանգների վարչակազմը տեսնում է այն տառապանքները, որ հարուցել է ապօրինի միգրանտների նկատմամբ իր քաղաքականությունը։ Ընդամենը 3 ամիս առաջ էլ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի աղմկահարույց մի հայտարարությանն էր հակադարձել։ Ամերիկացի պաշտոնյան ասել էր քրիստոնեական ընկալում կա, նախ սիրում ես ընտանիքդ, հետո հարևանիդ, հետո հայրենակիցներիդ եւ միայն դրանից հետո մնացած աշխարհը։ J.D. Vance-ը սխալվում է, Հիսուսը մեզ չի խնդրել դասակարգել իր սերը, գրել էր բարձրաստիճան հոգևորականը։ Հռոմի նորընտիր պապի երթմնակալության արարողությունը, որին ակնկալվում է տասնյակ օտարերկրյա ղեկավարների մասնակցություն, նախատեսված է մայիսի 18-ին։ Մինչ այդ մայիսի 16-ին Վատիկանի նոր առաջնորդը մտադիր է դիվանագետների հետ հանդիպել։